Գիտեք խիբրնին Վարդան Ղուկասյանի, որովհետև վտանգ է տենին Լեննական իրան անտրի արա, համար ամենաշատ ձայն ինքը հավաքեց, իրա շուրջ համախմբվեց նույնիսկ Մարտուն Գրիգորյանը, տեսան որ Լեննականի ժողովուրդը կանգնած է իր կողքը, ու նա էլ հակա Նիկոլական, ու ռուսամետ, ռուսական բազան էլ ընդեղ, կարող է չէ միամիտ հելեր հետ, տեսակ իրան ոնց փախցրին։ Դրանով իրանք ապացեցին, որ այսօր ամենահեղինակավոր ու ազդեցիկ մարդկանցից մեկն է Վարդան Ղուկասյանը, փախցին, գողացան, հասկանում եք Լուսինե ջան։ Հիմա նայեք տեսեք, մտածում են, չէ, հակառուսականը, կներեք, ռուսամետա, ռուս-բելարուսական միություն բասեց, դա իր կարծիքն է նորմալ է։ Հիմա դուք Եվրոպայի ուզում եվրոպական միություն, նա էլ ասում է այս միությունը եթանք, նորմալ է, հասկանում եք, բայց կա իրական անկախ ճանապարհ, դա Սերժ Սարգսյանն է, ես ասեմ, որ Հայաստանը կարող է անկախ։ Մի խոսքով ի՞նչն եմ ասում, բանի շարունակենք։ Վարդան Ղուկասյանին։ Հիմա նայեք տեսեք, մտածում են ռուսամետ մարդ է, սա Լեննականի երկրորդ քաղաքի ժողովուրդը սա կողը կանգնած ու տեսան որ հանկարծ դուբեդու փաների անդե կարող առնահեղություն լինել։ Դա համար փախցին։ Ասկ այդքան ժողովուրդ իր համար պատասխան կռիվանել։ Բա կարող է ժողովրդին մի օր հավաքել, բանին էլ համոզել, երկրորդ բազային էլ համոզել, քայլեին Երևան։ Հնարավոր է, չէ՞ Լուսինե ջան։ Այդ վտանգը իրան դրա համար նստեցրին իրան։ Դրա համար Վարդան Ղուկասյանն այդ դրա համար նստեցրեցին։ Որովհետև մի ցելի քաղաք իր մեջքին էր, երկրորդ բազան էլ ընդեղ, ինքն է ռուսամետ։ Կարար չէ, միամիտ երկրորդ բազայի հետ քայլերով կար, համոզեր ընդից մի երկու հատ կամանդիր օրինակ եմ ասում էլի։ Այս են իրանք, այս վտանգն են տեսել իրանից։ Ու քայլելով գար Երևան։ Թե ինքը մի 8 հոգով քայլելով եկավ։ Անդից լպատկացեք մի 80,000 հոգով էին քայլելով գալիս։